Երբ որ ինձ Աստված կանչեց հոգեական ծառայությունին, ես ամեն ձևի հակառակում էի, 18 տեսակների, մարգարեներին չէի ուզում, ու լուրջ պատճառ ունեի։ Ես կրթություն չունեմ, երրորդ դասանի կրթություն այ մոտ առաջի պատճառը դա էր։ Երկրորդը ես հայերեն բառապաշարս հերի չի անում։ Տելևիզիացի ակցենտ ունեի, շատերը չէին, ամեն անգամ ասում են ինչ ասի, այդ ինչ է նշանակում, ու ես արդեն չէի գիտեմ, ոնց անել, լեզուս փոխել էի, կիրովականցի էի դարել, քանի որ եկեղեցու սա կիրովականցի էին, դա օրինակ է շատ լավ, հետաքրքիր ժողովուրդ են, փառքասու։ Ու դաժե ասում են դու կիրովականից ես, ասում եմ ինչից վերցրեք, ասում եմ լեզով ես խոսում, ոնց էի խոսել, մարդու կնիկ կինս աղքալակի տելևիզիացի ոնց է կիրովականցի խոսում, չեմ գիտեմ։ Ուշադրություն դարձրեցի, տեսա որ մեր աղջիկեքը ձեր մոտ հարս են եկել, ձեր տղաները մեր մոտ տեսա են, եկեղեցու խնամ են, իմ խնամից էլ հերազդանցի, խնամուս բարեկամները, Աստվածն է ստեղծեց ու հետաքրքիր է, ես որ գալիս եմ Հայաստան, ինձ որտեղ որ կանչեն, եթե 3-4 եկտեղ կանչեն, ստեղ կանչեն, ես սաղ կասեմ կներեք, այս անգամ չեմ կարող, գամ ստեղ, թեկուզ երրորդ անգամ։ Գիտեք, ինչ-որ մի բան կա ձգող ձեր մեջ, ես չեմ գիտե ինչ է, ինչ-որ հոգի կա այս թաղամասում, ու այդ հոգին ես որպես դրսի մարդ զգում եմ, ու փառք Աստծո, ու դա հավ հոգի է։ Ինչ-որ ժառանգական բան է, պապերից եկած, տատերից եկած, դաստիարակություն է ինչ-որ։ Փառք Տիրոջը կոմունիզմը չի կարողացել ջարդել, փշրել այդ իա ոգին գողել ստեղ, հապատ ինչ-որ ձևով Աստված այդ անկեղծությունը բարիությունը պաշտպանել է։ Եվ մի օր ես Աստված պայմաններ ստեղծեց եւ պայմաններից չէի կարող փախնել, ինձ ասում էր դու կանչված ես հոգեական ծառայությունին, եկեղեցին թողին հովիները գնացին, մնացի մենակ ինչ անեմ այն մարդ, ես էլ ուխտ եմ կապել Տիրոջ հետ, որ ես կյանքում չեմ գնա դերից, որտեղ գբերես։ Այդ ուխտը ինձ պահեց եւ երբ որ նախավերջի անգամ ինձ Աստված ասեց մարգարեի միջոցով, դաժե այդ մարգարեն ինձ օծեց, ես դա չհասկացա ինչ ա կատարել, յուղոթեցին կոնֆերենցի ժամանակ։ Ասին դու Աստծո ծառա ես, իմ ծածուկ սենակի աղոթքս ասեց, հարցս պատասխանը տվեց, օծեց հովիները տեղը։ Հետո հովիվը գնաց, ոչով չգիտի դառնաց։ Ասում է Տեր ջան, ես երիտասարդ եմ, ես ջահել եմ։ Այո, մեծանամ, մի քիչ խելքս գլուխս գա, բաներ հասկանամ, հետո կարող է։ Ու բացում եմ երևույթները, ասում եմ, չասես որ երիտասարդ ես, չասես որ երիտասարդ ես, ու ես ջգում եմ, ու Աստված հենց ամեն ձևի տուպիկ է դնում ինձ։ Հետո մահանաբռնեցի, ու ես լավ չեմ կարդում, ես կրթություն չունեմ, ես հարապաշար չունեմ, ինձ ով կլսի, ամեն անգամ կարդալ վաղ մեկը ուղում է, ավելի խանգարում է ինձ։ Խոսում կարդում եմ ուղում է, ասում դուք հասկացաք ես ինչ եմ ասում, խնդրում եմ մի ուղեք, էլ մտքից չտեղով ես։ Ու ամանչում էի ամեն անգամ միգրոֆոն վերցրեց, այդ վկայություն էի պրոսա տալի, արդեն չէի կարող, ու մնաց հոգեական, քարոջական ծառայություն, ավետարացնում խելքս գնում է։ Դե ավետարացություն ինչ է, ոչ իման պետք չի։ Գնացի պատմեցի Հիսուսը կյանքում ինչ արել, մի քանի խոսք ելանգիր արեցի, մարդիկ դարձ էին գալի։ Շատ եմ սիրում, այդ իմ կանչվածությունն է առաջինը, բայց հոգեական սա շատ ծանր բեր է պատասխանատվություն։ Ինչ անեմ, չգիտեմ։ Ոնց անեմ, սա թողել եմ։ Մի քանի տանիք ա մնաց, այսօր եկուց կգնամ։ Եվ լաց է եղնում ծածուկ սենակումս, գնացի եպիսկոպոս խնդրեցի, ասի ես գիտության պակասություն ունեմ, ես զգում եմ, որ ես գիտության պակասություն ունեմ, դա ես պատկերացրեք 5 տարի եկեղեցի մեկ է, եկեղեցին չէր սովորել, դա Աստված երրորդությունն է, ես դա չէի գիտել, այդ ոնց է երրորդություն, ոչ մի բան չէի գիտել։ Հարցերը ավետարանչության ժամանակ ու հարցերին ստիպում էին, որ ես նրանց սովորեի, որտեղ չի կա, չես կարա ավետարանես։ Եվ մեր մոտ կա ինստիտուտ Մոսկվայի Ռուսաստանի ամենաուժեղ համալսարանն է կոչվում, մեր թաղերումն է։ Գնացի եպիսկոպոսի խնդրեցի, ասի, դե ուզում ես ձեռնադրես, դե մի բան արա, գոնե սովորեմ, դոկումենտ չունեմ ես, ոչ պասպորտ ունեմ, ոչ էլ ատեստատ ունեմ։ 9-րդ Դաղստանի ատեստատը 3 հատ դրած, այս 1016-ից բարի կամսեր մի 3 դրի։ Մարդ ասում որ նույն դասարան չթողեցի, սիրտս կապում էր ամեն անգամ։ Ջուր պետք է ասում նամասենից, ասում էր սովոր այդ տղա, սովոր դե չոբան կդառնաս, բակարական բան ասես։ Ես էլ եմ Ես իվի դարից մասես մապաս մորդը ես գիտեմ դրան ասում։ Գնաց այդ ինստիտուտը ասին, չի եղնի դու միջին образование չունես, կրթություն չունես, ասում եմ հարազատ ջան, հասկանում եմ, ես չեմ ուզում ձեզանից ոչ դիպլոմ, ոչ բան, պրոստը գամ այնտեղ հետևը նստեմ, դրան կողքը, տետրակից մեջ գրեմ, վсё, չի լինի հանգստուգում եկա պետական համալսարանա լիցենզիան խլել, ու գնացի հիասթափված ողբացի Աստծո,
Դուք ունեք չէ ծածուկ սենյակ, որտեղ ոչ ոքին ոչ մի բան չեք ասում, ոչ կնիկը, ոչ երեխան։ Նա ասում է, «Ես ինչ արեցի դու իմ գլխին Աստված ջան։ Ես չէի ուզում, չէ սա։ Հիմա ես ինչ անեմ, ինձ սա եկեղեցում չեն ձեղանում, բայց դեպքերս տենում, ծիծաղում են վերից, անգարակ, ես չգիտեմ ինչ։ Մեկ էլ տեղը բացեցի, Աստված այս աշխարհի հիմար համարողներին ընտրեց, որ աշխարհի իմաստուններին ամաչացնի, չէ՞։ Ասում է տկարներին ընտրեց, որ զորավորներին ռուսերեն գրածը լրացնի։ Այմա, հա, բայց ոնց, այդ ինչ է անելու։ Երբ փորձված մարգարեներ կան Ուկրաինայից, 100-ից 100 մարգարեում էին, գիտեք ոնց, լեզուներով աղոթում էին, անցյալը ներկա տապակա, անցյալը ներկա տապակա, չէր կարա դու իրան չավատալ, ու իրանց ասածները 100-ից 100 կատարվել, ոչ թե մենակ մեր եկեղեցու։ Այլ որտեղ ես իրանց տանում եմ, ումոր ճանաչում, ասում եմ եմ աղոթի, եթե մարդը մեղքի մեջ չէր աղոթ, ուզում էին, ասում են գնա հովին խոստանքովին աղոթը չկա։ Դաժե մարդ կար գլխաշոր էր գցում, որ իրանք աչեին աղոթում ու գլխին գլխաշոր չկար, բայց մեր մոտ չէին գցում, մեր մոտ աղոթում ենք, չգիտեմ ինչի, ամեն անգամ, երբ ես կարիք ունեի հարցի, որ ոչ ոք չի կարող պատասխանել, Աստված այդ մարգարեին զրկում էր։ Ու իրանք այս պրինցիպներ ունեին, չէին գանել պրինցիպներ, մեր եկեղեցում չէին նայել։ Եվ այդ մարդիկ իմ տուն հրավիրեցի, աղոթեցինք, ասի հոգս ունենք, աղոթեք դրան։ Մտքից մեջ դերի հոգսը, պասպորտից հարցը, երբ հարուցվելու 10 տարի բոմժի վիճակ երկրորդն էլ էս հարցը, ամենակարևորն այդքան կարևոր չի, դեք ապրում ենք, ապրեմ ենք։ Աղոթելու վաղ, Ռազատներ ջան, ասեց, այսպես ասում Տերը, ինչի ես դու լաց եղնում իմ առաջ, թե դու կրթություն չունես։ Այ քեզ բան, էլի ես մարդը ծածուկ սենյակս իմացա, քեզ չեն ընդունել համալսարան, այդ ես եմ ասում այդպես որոշել։ Իմացի որդիս համալսարանում քեզ չեն սովորեցնի, այն ինչ որ ես քեզ կսովորեցնեմ, քո կյանքի ընթացքում։ Ընդհանրապես անց դուրացի ու խաչը վերցրու։ Ինչ պիտի սովորեցնես, այդ չհամբերեցի։ Ասում ինչ պիտի սովորեցնես, դեր ինձ որտեղ չեն սովորեցնում։ Ասավ համալսարանում չեն սովորեցնում սիրել։ Սիրելն է քեզ պետք սովորել։ Հետո ասեցի, «Պասի, եթե ես պետքա ընդհանրապես սիրեմ, ու եկեղեցին ինչ է, ես նոր եմ հասկանում, եկեղեցուն ոնց պիտի ծառայեմ, Պրոստը բացվեց Եփեսացիս 2-րդ գլխում այնտեղ sense է գրած. Դուք այդ օտար չեք, այլ Աստծո ընտանիք եք։ Ասա ոնց ես քո ընտանիքդ սիրում, անշահախնդիր իրան ծառայում, պահում, պաշտպանում, այդտենց է իմ ընտանիքս։ Ոչ իվան պետք չի։ Ես ուզում եմ դրա մասին խոսամ, սիրո մասին։ Մենք չգիտենք ինչի դրա մասին շատ քիչ ենք խոսում։ Ես դաժե ասեմ ձեզի, ըստ մեր եկեղեցիների հետ մարդը յանք հաստատեմ, որ եղել է ես մի քանի շաբաթ 4 շաբաթ միշտ սիրուց եմ խոսացել, ոչ ոք չի ձանձրացել, էլ ասում են էլի։ Ու նույն թեման չի եղել, միշտ խորը, եթե դուք մի տարի վերցնեք տեսիլ, սիրում, սերը հետազոտելու ես, սիրելը սովորելու թեման, հավատացեք, մարդիկ դաժե աշխարհը կմտնի, ամեն օր մարդ կապ աշխարհի, մեր մոտ տենց է եղում։ Ամենակարևոր բանն է դա։ Երբ որ մարդկությունը Ադամ ու Եվան մեղք գործեցին, իրանց առաջին մեղքը նա էր, որ իրանք սատանային ավելի շատ հավատացին, քան Աստծուն։ Աստծո ասածը բանի տեղ չդրին, սատանի սուտը բանի տեղ դրին։ Ու դրանից հետո առանց հավատքի, էլ Աստծուն հաճո չես եղնի։ Հավատք եղավ պատճառը վնգար, դե իմ հավատն է պետք է, որ Աստծուն հաճեցնես։ Բայց հավատքը սիրելն է, առանց սիրո մեռած է։ Ավետարանչան վաղ դու չեն ասում, որ եկեղեցուց ես։ Հենց ասում ես ավետարանական, հայերը, ոտից գլուխս են չափում են, ոնց որ անմոլորակային են տեսել։ Ինչի ես մեր եկեղեցուց չես, այ մարդ, մեր եկեղեցուց եմ ով ասեց չէ։ Ինչի ես այդ ընտրել, մեր ավելի ճիշտ է, ռուսի հետ խոսում ես, պրավասլավնի չես, չէ, խոսում ես մյուս հետ կաթոլիկ չես, չէ, այն մարդ սաղ ուրդեր գնում են, ոչ պետք չեն ընդունում։ Ինչի ես դարա, ավետարանական եկեղեցի այդ հարց ես ուզում եմ բոլորին տամ, ով այդ հարցը ինձ տալիս է։ Որն է ճիշտ եկեղեցին, որն է պետականն է, որն է հիմնն է, պապական պատմությունը, բուդդիզմն էլ ավելի հիմնն է։ Բուդդիզմը հեթանոսական կրոնը ավելի հիմնը, քան քրիստոնեությունը։ Հնությունը չի որոշում ճշմարիտ եկեղեցին։ Պետությունը չի որոշում ճշմարիտ եկեղեցուն։ Հեն գնացեք Կիտայ, այնտեղ Կոնֆուցիանն է, բուդդիզմն է, պետական եկեղեցի, խոչի։ Այն եկեղեցին է ճշմարիտ, որտեղ կա Աստծո սերը եւ եղբայրը սիրություն։ Ամեն սիրուն է, Հակ Հիսուսին։
Բերեք այսօր մի քիչ դրա մասին խոսանք եւ վերանայենք սիրո հասկացողությունը մեր սրտերի մեջ եւ մի հատ հարց տանք ինքներս մեզ։ Մենք մեր կյանքի ընթացքում, տարիների ընթացքում հասկացանք ինչքան կարեւոր է սերը։ Չէ՞ որ դու չհասկանաս սերը ամենակարևորն է, եթե չկարևորես, բանի տեղ չես դնի։ Համաձայն եք։ Եթե գիտես ինքը ամենակարևորն է, ուրեմն դու մի հատ հարց կտաս, բայց ես այդ կարևորը ինչ եմ անում։ Այդ ամենակարևորը ես հապաղում եմ, օգտագործում եմ։ Ինչի՞ց քան եկեղեցիները ճյուղավորված են։ Ասեմ ձեզի, հասարակ բան, սիրո պակասությունից։ Ինչի՞, որովհետև սերիանը չի փնտրում, պետք է այն ինչ-որ մի ավակ Իրանը ժողովրդին վստահել ենք կիսելա։ Սերը չի գրգռվում, սերը չի նախանձում, չէ՞, գիտեք այդ տեղը։ Այդ ինչ-որ մի բան չի արել, բաժանություն ա բերել։ Եթե դա անում է, միաբանություն ա բերել։ Так что, ստեղ հարցը սրանում է, թե որքան է քեզի բացված սիրո հայտնությունը եւ որքան ես դու այդ սերով ապրում։ Թող ձեր սերը կեղծավոր չլինի։ Հերու մնացեք չարից։ 12-ին։ Ճիշտ է, 12-ին, հա։ Սիրներ, հարցը սրանում է, որ մեծ ավետանը սովորեցնում է, որ սերը եկեղեցում, մարդկանց մեջ կարա ձևական լինի, կեղծավոր լինի։ Ոնց եք դուք դա հասկանում։ Ինչի՞ է այդպես զգուշացնում։ Երբ որ Հիսուս Քրիստոսին հարց տվին, որն ամենամեծ ու գերագույն պատվիրն ասեց աստվածասիրությունը եւ մարդասիրությունը կարճ ասած։ Ու դա անբաժանելի է, եւ սա մարգարեություններ, օրենքներ դրանց է կախված։ Եթե դի հանեցի, մնացած իմաստ չունի։ Պողոս Արաքյանը 13 գլխում ասում է. Եթե ես լեզուներով խոսեմ, գաղտնիքները բոլոր իմանամ հոգեվոր, զորություն ունենամ, որ սարերը հավատքն եմ, որ սարերը շարժեմ, դաժե ունեցվածքս ծախեմ, աղքատներին բաժանեմ, մարմինս է վարեմ, սեր չունենամ անիմաստ է եւ ոչ մի օգուտ չունի։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինքը տենց է խոսում, իսկ մենք լեզուների պարգև ստանում ենք, ասում ենք հոգեվոր ենք, լեզուներով աղոթում ենք, փառք Աստծո։ Բայց եթե պարգև ունես պտուղ կա, այլ Սուրբ Հոգու պտուղ կա, որ կոչվում է սեր։ Եթե դու լեզուներ աղոթում ես, բայց Սուրբ Հոգու պտուղ չկա, Աստված ասած ծառը պտուղից են ճանաչում, ոչ թե պարգևից։ Դրանք անբաժանելի են, եթե ուզում եք իմանալ։ Սիրելի եկեղեցի, իհարկե մենք ունենք շատ ուժեղ հայտնություններ, շատ եկեղեցիներից, փորձառություն ունենք ուժեղ, որ շատերը չունեն։ Բայց այդ ամեն ինչի մեջ մենք մենական վերանայենք ու նայենք, մենք այդ հարցի մեջ լուծել ենք այդ հարցը մեր մեջ, լուծվել է թե չի լուծվել։ Մենք այդտեղ բաստողում ունենք թե չունենք։ Ու եթե հանկարծ գտնենք, որ մենք բաստողում ունենք, այստեղ հարց առաջանում, ինչ ենք անում մենք, որ դա ուղեք մեր մեջ։ Միսից ասացված կա սիրո պակասության մասին։ Ես կարդամ, որ ձեր հայերեն սիրելիներ ջան։ Եթե արդարությունը առանց սիրո լինի մարդու մեջ, մարդը դաժան լինի։ Պատկերացնում եք սիրելիներ։ Եթե դու արդար ես, բայց սեր չունես, դու դաժան ես դառնում։ Ախիչ։ Եթե ճշմարտություն առանց սիրո լինի մարդու մեջ, քննադատող է դառնում։ Դու շատ ես սիրում ճշմարտությունը, չէ՞։ Պայքարում ես, մեկը տենում ես դա սկսի բամբասել, քննադատել։ Այդ ո՞նց է։ Աստված սեր է, Աստված քո մեջ է, ու մեկը սկսիր սատանի բաներ անել։ Չէ՞ որ դատավորը մեկ է, ու դատավորը Հիսուս Քրիստոսն է, մենք իրանք չունենք։ Բայց չէ՞ որ դու ճշմարտությունն ես ասում, Աստվածաշնչի համար ես ասում։ Երեք դες գրող կա Ռուսաստանում, Դաստոևսկիը ասում է, այն ճիշտը, ճշմարտությունը, որտեղ չկա սեր, սուտ է։ Աստված է։ Հիսուս ասեց, ես եմ ճանապարհը, չէ՞, ճշմարտությունը։ Եվ մի պատկացրեք, Աստվածաշունչը ճշմարիտ է, չէ՞։ Դու Աստվածի խոսքեր ես ասում, բայց սեր չկա, Հիսուս այդ խոսքերի մեջ չկա։ Ոնց իր խոսքերն է, իր խոսքերն է, բայց սեր չկա, ինքը դեռ չկա։ Էդի չի ապաշխարեցնի մարդուն։ Եթե մարդը ուժեղ եղավ ու սեր չունեցավ, ինքը բռիկ է։ Եթե մարդը խելքով եղավ, սեր չեղավ, սեր չունեցավ, ինքը խորամանկ կեղն է։ Տեսնում եք, որ ամեն տեղ
անհամանում է ամեն ինչ, որտեղ չկա սեր։ Եթե մարդը ուժեղ եղավ, բրիկ եղնի, եթե մարդը հարուստ եղավ, սեր չունեցավ, ագահ կեղնի։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե մարդը հավատք ունեցավ, սեր չունեցավ, մոլորյալ կեղնի, ֆանատիկ կեղնի։ Տեսել եք մուսուլմաններին։ Նրանք շատ ուժեղ հավատում են, բայց նայեք իրաց սրտին, նայեք իրաց վիճակին։ Շատերը չգիտեն իրաց Ղուրանի անզորությունը եւ չարությունը, իրանք անկես հավատում են ու շատ բարի է, բայց իրականությունը մեծ մոլորություններ կա եւ մեծ չարություն կա, որ մարդու խղճի հակառակ բաներ կա։ Ես 8 ամիս իրանց հետ բան եմ ունեցել, դիալոգներ եմ ունեցել եւ իրանց Ղուրանը լավ եմ սովորել ու ես իրանց մեջ տեսա մի բան 8 ամիս ես ուզում ապացուցեի, որ ճշմարիտ է մեր հավատքը եւ իրանցը սխալ է ու այնտեղ գալիս են մոլաներ, իրանց այնտեղ արաբերեն Ղուրանը անգիր արած մարդիկ, որոնք ամեն տարը կանանքից բացատրեն 8 ամիս ես խոսում էի միջև ես մի օր հասկացա մի բան, որ ես կարող շատ ապացուցեմ ճշմարտությունը մեր Աստծո եւ շատ ապացուցեմ իրանց Ղուրանի շեղվածությունը, բայց եթե ես իրան չսիրեմ, սաղ 8 ամսվա քրնիկս վարի կտամ։ Ու ես մի բան տեսա, Ղուրանում չկա սիրո մասին ոչ մի բան։ Ալլահը չի սիրում մարդկանց։ Ինքը սիրում է մենակ իրանիներին, ովքեր իրան հնազանդ են։ Եվ գիտեք ես ինչ եմ ասում, իսկ մեր Աստված ասում, սա սիրում է բոլորին։ Եվ միածին որդուն տվեց ոչ թե արդարների հիմա, այլ մեղավորների հիմա։ Ու ինքը չի սիրում մեղքը, բայց սիրում է մեղավորին։ Այս է մեր Աստծո ձեր Աստծո տարբերությունը։ Նույնը չի։ Ես ձեզ ասեմ, նույնը չի։ Դա տարբեր էություն է։ Նմանվել ուզում է մեր Աստծուն։ Չի կարա։ Չի կարա, որովհետև դա անհնարին է։ Ում է պետք է ընտանիքը, որտեղ չկա սեր։ Ում է պետք այս աշխարհը, որտեղ չկա սեր։ Մի օր շուտ գնամ այս աշխարհից, եթե սերը վերջանացներ, ու մենք գրված է, չէ՞ շատ սարսափելի բան է սպասում մեզ։ Մեղքերի պատճառով սերը մեռնելու է, դաժե հոգևորները իրար մատնելու են։ Եթե այսօր մենք չհասկանանք ու ուշադրությունը չդարձնենք նրա վրին, որքան է մեզ Աստված սիրում, ոնց է մենք իրան սիրում, ոնց է մենք սիրում մեր ընկերոջը, մենք լուրջ խնդիրներ կունենանք, փորձության ժամանակ անկումներ կունենանք։ Ու ավելին ասեմ ձեզ սիրելիներ, մենք պրոստը պետք է իմանանք որսորդ կա, որը ընկած է մեր հետևը եւ ուզում է մեզանից գողանա ամենակարևոր բանը որ կա, սերը։ Դրա մեզին նեղացնում է ինքը, մոլորացնում է, կաշառում է մեզի, վախացնում է, մի նպատակ ունի, գողանա քո մեջից սերը։ Ինչի չի կարելի նեղանալ, որովհետեւ դու նեղանում ես, առաջին դու կորցնում ես սերը, Աստծո հանդեպ, որովհետեւ դու սրտիդ խորքում մտածում ես, թե Աստված թույլ տվեց եւ անարդար փորձություններ իմ բարության տեղը չարություն պատասխանեցին, սխալ ամուսնացած, աղոթել եմ Տերես ինձ ես ինչ մարդ տվեց եւ լիքը բաներ։ Երկրորդը դու քո մեջ մեռնում է մարդասիրությունը, որովհետեւ այդ չներումը սպանում է քո մեջի սերը։ Ես տեսել եմ մարդ, որ մեռած մարդը լավ չկա այդ մարդը, իր կյանքում էլ չի լինի, ատում էր։ Ասում մարդը չկա, ինչ ես այդքան ատում է մարդը։ Ամեն անգամ ամեն ինչի մեջ տեսնում էր այդ մեռած մարդը։ Յա կեսուրին։ Երեխեքին նայում է տոշնի կեսուրսա, սերիալ նայում է կեսուրսա, էսի կեսուրսա։ Ես էլ եմ այդ օրինակ։ Երբ որ հարսից ատում են, իր անունը որտեղ տեսնում, լսում եմ մազերից բիզբիզ էր կանում։ Ու հետո ես հասկացա, սա մի հատ ահավոր վատ բան է, եթե սրա դեմը չգդրեմ, ես հոգեկան խանգարեմ կամ կորցնեմ սաղ ինչ ունեմ ես, Աստծո հետ կապված։ Փակ Տիրոջ է սիրուն։ Ուրեմն մեր Աստված զորավոր է։ Հովհաննեսի թղթերում գրված է, ով հավատում է, որ Հիսուսը Քրիստոսն է, նա Աստծուց է ծնված։ Ամեն։ Եվ ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին է պետք է սերի։ Ամեն։ Առաջին Հովհաննես թղթում 5-րդ գլխում գրված է, որ եթե մենք սիրում ենք, ուրեմն մեր մեջ Աստված կա, որովհետև Աստված սեր է։ Հարազատ ջան, եթե մենք չենք սիրում, մեր մեջ Աստված չկա, անկախ նրանից թե դու կրթություն ունես հոգևոր, չունես, որ եկեղեցին ես պատկանում, դաժե եթե ծառայող ես։ Հարցը սրանում է, եթե քո մեջ չկա սեր, իմաստ չունի։
Որտեղից մենք իմացանք, որ մահից կյանք անցանք, երբ մենք սիրեցինք եղբայրները։ Սիրել Աստծուն, սիրում քո ընկերոջը, այս մեծ պատվիրանը սա է, Աստծուն սաղ սիրում է։ Ինչի՞ չես սիրի, քեզ բժշկում է, պահպանում է, քեզ օգնում է, ո՞նց է։ Բայց ընկերոջը չէ։ Ընկերով է, եւ ուսը հատով են քո ընկեր։ Ով քո կարիք ունի, նա քո ընկերն է։ Քո ջան, քո ամուսինը քո կարիք ունի։ Ուրեմն քո ընկերն է, դու սիրես իրան։ Եղբայր ջան, քո կինը քո կարիք ունի։ Այո, ուրեմն դու պետք է սիրես իրան։ Ինքը քո կարիք ունի։ Ծանոթներ ջան, ձեր երեխեք ձեր կարիք ունեն։ Այո, ուրեմն դուք պետք է սիրեք իրան, դուք իած ընկեր պետք է եղեք։ Ալլահը կյանքում չի ասի դուք իմ ընկերն եք։ Բայց Հիսուսը ասեց դուք իմ ընկերներն եք։ Ես ձեզ ոչինչ բան չունեմ թաքցնելու։ Մարդացար Տեր ջան, ապացուցեցիք, որ մեզ սիրում ես, հենց մի հատ էլ հնգեր դարար մեզի։ Դու մենք ով ենք ովքեր այդ ընկերությունն ունենք։ Մենք ուր, դու ուր, բայց ինչ սերա, որ չի նայում ոչինչ բան։ Հարկ Հիսուսին։ Սիրելիներ, եթե մեր ընկերոջը մենք չսիրենք, բերեք ասենք, մենք դառնանք երեսապաշտ կեղծավոր, ինչի՞ սկան գալեր են առաջանում ոչխարի մորթով, որովհետև իրանք վերստին ծնուն են, այդան խոսում, բայց սիրել չեն սովորում, միշտ իրանն են փնտրում, խիշնիկ են, իսկ սերը իրանը չի փնտրում, ամեն։ Մի բան էլ ասեմ, դու գիտեք, որ մոր սերը և հոր սերը տարբերվում են։ Մոր սերը անպայման սերը, ոչ մի պայման չկա, մոր հիմա հերիք է, որ ինքը երեխա ունի։ Ով այդ երեխա, լավ երեխա է, վատ երեխա է, չէ։ Դաժե ամենաչար երեխուն մերը կպաշտպանի։ Դաժե այն երեխեն որ զզվելի է, անհարգելի է մարդկանց մեջ, իր համար երեխեն է։ Դաժե իմ հայրը բան ասի թռնի երեխուս բան չասես։ Ճիշտ է։ Մեր Աստված տենց ասում, չէ մեզի, անպայման։ Այդ աստվածային սերը մոր մեջ կա դրած, բայց հոր սերն է անպայման, բայց պայման ունի։ Ու եթե այդ պայմանը չի կատարում, հերը դժբախտանում է, այդ էլ աստվածանից, որտև աստված պայման ունի։ Հերը նույն ձև ապրում է իր երեխում նա, ինքը չի ուզում իր երեխեն, իր սխալները կրկնի և իր կյանքի հետևանքներ ունենա։ Այս պայմաններով ինքը միշտ ասում է, տղա ջան, ես քեզ սիրում եմ, եթե ուզում ես, ես երջանիկ եղնեմ, եթե ուզում ես քեզ ավելի շատ սիրեմ, դու մի ժառանգի իմ սխալներս, ժառանգի իմ օրհնություններս, և ինչ որ ես ունեմ, քունն է, ինձ ոչինչ պետք չի։ Տենց է թե չէ։ Գիտեք, Կոնֆուցին մեզ հետ հարց է տալի մարդկանց, ասում է, ծնողների հիմա ամենագերագույն ուրախությունը ի՞նչն է տղերքի հիմա, երեխեքի հիմա, սա ասում են, որ երեխեքը պատվում են իրան ու սիրում են, ոչ, ծնողների հիմա ամենագերագույն ուրախությունն նա է, երբ որ երեխեն ինքն իրան է սիրում, զարմանալի բան եմ ասում, չէ, էգոիստ է, չէ, երբ որ երեխեն ինքն լավ է նայում, ծնողները ասում են, ինչ լավ է, փառք Աստծո, ուրախանում է, մենակ երեխես լավ եղնի, ես ոչ մի բան չեմ ուզում, տեն չի թե չէ, երբ որ մեծանում ենք մեզ էլ ոչ մի բան պետք չի, ոչ տուն ենք ուզում, ոչ բան, առողջություն երեխեքից թողնելիս հետև են դա, դու լավ եղի տղաս, որդիս, սյուրետ ինձ ինում ես լավություն կանես, սա ինձ հարգանքով պատիվ է, եթե նայենք, հետաքրքիր է այս բնությունը սիրո, ամեն բարի տուրք երկինքից է, ճիշտ է, այդ Աստծու մեջի մասնիկն է, ու մարդու կնիկով մեկանում են, դառնում են մեկ ու դառնում են կատարյալ Աստծու սիրո մեջ։ Գիտեք, եթե դուք փողոցային երեխա տեսնեք, որը փողոցում ծնել մեծացել է, դուք չեք տեսնեք կերթված, մաքուր, խելացի սիրող երեխա, դա չի մեծանա կյանքում։ Ինչի, որովհետև սիրել սովորում է երեխեն մենակ այնտեղ, որտեղ այդ սերը կա, դա ընտանիքն է, հոգևոր մարդու մոտ դա եկեղեցին է։ Ուրիշ տեղ դու չես կա, սերը չկա, ինստիտուտ չկա, դրա համալսարան չկա, տենց ինչ որ աղյուսյակ, որ սենց անգիրանես, սա կարելի է, սա չի կարելի, սա սեր չի։ Սեր ազատություն է տալի։ Եթե աշխարհում եղնի ամենաանհաջող ընտանիքը, ամենաչար ընտանիքը, չէ՞, այդտեղ երեխան մեծացած, մեկ ավելի լավը կլինի, ավելի կրթված, խելացի, ու ավելի լավ ընտանիք կազմի, քան այն երեխան, որ չգիտի ինչ ասել է։ Համաձայն եք դա։ Ու աշխարհում ամենավատ եկեղեցով, ամենավատ ծառայողների մեջ մեկը Աստծո սիրողը էլի հոգևոր գտանք կանչվածան մեջ կմտնի։ Երբ որ ես աղակում եմ, ասում եմ Աստված ջան, նայում եմ, ասենք
ինչ հովիներ, ավակ աղբերներ ունեն։ Նայում էին հովից այն մարդ։ Ոչ ժամուկես քարոզական, քարոզ չի եղել։ Ժամուկես փարավանդությունները, քարոզ չի եղել։ Աստված քեզ ցույց մա 10-րդ թեմա բապ։ Ինքը տարի։ Մի օր ես հոգեով աճած, ես ինչ դեր, ես ոնց կարող ապաշխարել, ոնց կարող ծառայել դառնալ։ Ախր ես կարիք ունեմ։ Ես սկսեցի անհարգել սրտիս մեջ այդ հովին։ Մի օր Աստված ինձ այցելեց եւ այնպես բան ասեց, ու ես դրանից հետո հովին անգամ շատ եմ սիրել։ Եվ միջև իր մահանալը իր կողքն եմ եղել։ Թեկուզ դաժե երբ թողեց գնաց եկեղեցին։ Որովհետեւ Աստված ինձ ասեց, կարող է դու արծիվ ես, քո հովին էլ հավը։ Բայց դու գիտես, որ հավը թռնել չգիտի, չէ՞, արծիվը շատ հեռու է թռնում։ Բայց մարդիկ երնում է, որ ձուն արծիվին կարան հավի տակը տնեն։ Ու այդ հավը իր ջերմությունով կարա ծնունդ տա եւ մեծացնի։ Հետո կնայեք ասի, ես տենց է թռել չսովորեցի, բայց քեզ կնայում կիանա կուրախանա։ Էս ինձանից է, էս արծիվը։ Так что ոչ ոք չթերագնատի իր ընտանիքը, ոչ ոք չթերագնատի սիրելիս իր եկեղեցին, ոչ ոք չթերագնի իր աղբորու քերոջը, որովհետև սա կյանքի ու մահի հարց է։ Համաձայն եք դա։ Մի հատ բան է կա, դուք ուշադրություն դարձրել եք, ինչի Աստված երկու մարդ է ստեղծել, մարդ ու կին։ Եվ Աստվածաշնչի մեջ ոչ թե մոր ու որդու սերն ամենաուժեղ համարվում, այլ մարդու կնոջ։ Մեր հայկական Աստված կա, չէ՞։ Մամայի որդու սերը դա ուրիշ է։ Դա ցելը ուժեղ է, շատ ուժեղ է։ Դաժե ասում են մամա կնիկ ունենաս, մամա չես ունենա։ Տես բաներ կա, չէ՞։ Ժողովրդական։ Դա սխալ վարդապետություն է, Աստծու մոտ տես բան չկա։ Պրոստը մարդը երկու մարդ կարան տանալ մենակ մեկ, երբ ունեն մարդու կնիկ են։ Հետ հորն ու մորը կթողնի որդին, բայց կնոջ հետ մեկ կտանա, սա Աստծո պատվիրանն է, ուստեղ չի կարելի մանիպուլյացիաներ անել։ Մաման իր տեղ ունի հարգանքի ու պատվի Աստված ասում է, ու երկա կյանք ունես հաջող, իսկ կինը ու ամուսինը իր տեղ ունեն, դրանք իր այդ համեմատելու չեն։ Ու դրա համար ամենամեծ սերը համեմատում է մարդու կնոջ սերը, դաժե Դավիթ թագավորը իր անկիրոջ մասին ասում է, ես իրան սիրում եմ ոնց որ կինը կարա սիրի ամուսնուն, հիշում եք։ Համասերներից համարը վերցնում ասում են, տեսեք, ինքը համասեր է եղել, ոչ չեն հասկանում, սա խորհրդի կարգով ասում։ Հիսուս ասում է, Աստված Փեսան է Հիսուսը, եկեղեցին հարսն է։ Ու այդ մեծ հարաբերությունը, այդ խորը հարաբերությունը մեկացնում է երկուսին մեկ է դարձնում, ու ասում է, ես քեզի նշանեցի իմ վրա, իմս դարա, այս հասկացողությունը շատ խորն է։ Մեծ գաղտնիք է, որը պետք է բացի մարդը։ Մարդու կնիկ դառն երկուսն էգոիստ են, երկուսն ես են։ Ու շատ դժվար է հարազատներ ջան, երկու տարբեր բնավորության մարդ այդ ապրեն ու մի մտքի գան։ Բաժանում են ասում են, դե բնավորությունը յոլա չգնացինք, մենք տարբեր ենք։ Հարազատներ ջան, դուք չգիտեք ու բնավորություն տարբեր եք։ Պատկերացնում տղամարդ կնիկ մարդու բնավորություն ունենա։ Ինչ հարազատ բաներ է։ Ձեր բնավորությունը տարբեր պետք է լինի, դուք պետք է իրար հանդուրժեք, սիրեք, ու հասկանալ։ Կան նավակ ուրիշ ձև են մտածում, տղամարդիկ ուրիշ ձև են մտածում։ Կինը պետք է չի ջանք հանի իր մարդուն կնիկ սարքի, ու կնիկն չի պետք է ջանք հանի իր կնոջ տղամարդ սարքի։ Իրար փորձեն փոխեն տունը քանդվելու է։ Այսօր երիտասարդները շատերը չեն ուզում ամուսնանալ, կամ շատ ուշ են ամուսնանում, ինչի՞։ Որովհետև իրանք տանը չեն տենում են սերը, որ պետք է տենան։ Նայում է մաման չի հարգում հորը, հերը չի սիրում մորը։ Ու ասում է մենք ամուսնան մենակ մորս պես կնիկ չբերեն։ Ամուսնան մենակ հորս պես մարդ չբերեն։ Կամ թե չի ասում է ինքը այդ սերը հարգանքը տենում է իր տան մեջ, ու չի տենում իր սերի մեջ, ոչ մեկի մեջ։ Իր շրջապատի ոչ մեկի մեջ, ոնց են իրար սիրում։ Ու տաղջիկ ասում այ հորս պես տղա եղնի, նմանության չի ասում են, ոնց է մորը սիրել միջև ծերություն։ Աղջիկը երազում է իմինա հորը նման եղնի։ Իսկ տղին ասում է մորս պես տա աղջիկ եղնի տուն բերեմ, այ ոնց որ մերս է հարգել, սիրել, ինչքան հավատարիմ է հորս։ Դաժե հերս արժանի չէ, ելի հավատարիմ մնաց իրան, այսպես կնիկ բերեմ, տեսնում եք, որ ամեն դեպքում սիրելիներ, սերը ձևավորվում է, կազմավորվում է ընտանիքում ու եկեղեցում։ Так что չանտեսեք, վատ ընտանիք չկա, վատ եկեղեցի չկա։ Ուրեմն ինչի Աստված տարբեր պատվիրան տվեց երկու մարդու։
Մարդուն ասում է սիրի քո կնոջը, ոնց որ Քրիստոսը սիրեց եկեղեցուն, իր կյանքը տվեց եկեղեցուն։ Կնոջն էր ասում է պատվի հնազանդ եղի քո ամուսնին, ոնց որ եկեղեցին է հնազանդ իր ամուսնուն։ Ես այդ բանը շատ ուշոտ հասկացա, հետո իմ աշխարհիկ բնավորություն, իմ աշխարհիկ անցած հիշելով հասկացա, ախր Աստված ինքը շատ լավ գիտա, ինչ է ստեղծել, ու շատ լավ գիտա մեղքը ինչ է սարքել մարդուն, ու ինչ հետևանքներ է թողել, իր պատվիրանները խորն են, պիտանի, սաղ սիրով լեցված, ու սաղ իր օրենքները սերը։ Երանի մարդուն ու տանով ապրի։ Մարդը, տղամարդը, կարա հարգի կնոջը, որտեղ ինքը շնորհքով կնիկա, հավատարիմ կնիկա, կյանքում չի դավաճանի իրան, երեխեքին ներնա, հարգի, բայց կարա չի սիրի։ Սիրուն սիրի, բայց սիրուն չհարգի։ Ինքը հոտ անարակի վրին ամուսնանամ թողնել կնոջս։ Ես, ու չուզենա իրանց երեխա ունենա։ Ինքը պրոստը իր ժամանակ կասկածներ իրան։ Չի հարգի, ու սիրուն կյանքում չի ստանա այդ հարգանքը, որը ունի կնիկը։ Ու ստեղ Աստված ասում է տղամարդ, լսի, եթե դու պրոստը հարգես, ապահովես քո կնոջը, դու երջանիկ չես ակի իրան, ինքը ուզում է սեր, ընդամենը հասարակ բան, պրիմիտիվ բան, ուշադրություն շփում, ու ջերմություն, ու տղամարդու թիկունք, ոչ մի բան չի ուզում քեզանից։ Եթե դու իրան գլխից ոսկի թափես, Դուբայ ղրգես, ամենտեղ մանածես, բայց չսիրես, երջանիկ չի եղել։ Ու դրա համար շատ հարուստ կանայք, իրան ամուսնություններին չեն բաժանում, որովհետև շատ բան գործեն, թաքուն սիրի կանեն պահում։ Եվ կանայք չեն կարա չսիրեն, գիտեք, իրանք ստեղծված են սիրո անոթ են, ճիշտ է թե չէ, իրանք անոթ են, ինչ որ տղամարդը մեջ չգտեն, երկու անգամ կստանա, սեր գտեց սեր, անհարգանք երկու անգամ կստանա, մի հատ իր կողմից, մի հատ իր կողմից, ասում ես ինչ անում, այլ մարդ ինչ ես դրել, մեջ եթե ստացել ես, գիտես, եթե դու քո ամուսնուց սիրես, հավատարիմ եղնես, սաղ կյանքը ոչ մի տղամարդու չնայես, բայց չհարգես, ինքը երջանիկ չի։ Պատկերացրու դու իրան սիրում ես, իրան գժվում ես, ամեն օր չես կարող պատկերացնել կյանքը տարանց իրան, վայ ասում ես հանկարծ մեռավ ես կմեռնեմ։ Բայց այս մարդը մի քիչ քեզանից քիչ է գումար աշխատում, էսով ես տալ։ Բայց եղբայրներ ջան շատ ապասնի է ու մեր կնիկները ավելի շատ են փող աշխատում, հաստե մենք։ Լավ կերնի գործեր թողեք։ Ունեք ինչքան կարևոր է, որ չանենք ամենասխալ բանը ու շատ քուրեթուր է տալ։ Հələ նրա մարդուն, ես մարդ ասում եմ, ես вообще մարդ եմ թե չէ։ Անես տպավորությունը ես կնիկը ոնց աշխատեն գելա խախի տղամարդկանց, բայց դա տեն չի, պրոստը ինքը նայում ես մարդը շատ է փող աշխատում, ես մարդը մաշինա արել, իսկ դու արդեն 50 տարեկան ես, ոչ տուն ունես, ոչ տեղ, ու ջարդում է մարդը։ Ես մի բան եմ հասկացել, եթե դու ուզում ես քո մարդը թագավոր եղնի, դու պիտի թագուհի եղես։ Եթե դու թագուհի չես, մարդը դու թագավոր չես սարքի, ու իրանից մի պահանջի տա։ Տղամարդը ինչքան էլ իրան հավատարիմ եղնես, տունը էջես, թափես, ապահովես, եթե դու իրան սիրես, խելագարվես, ինքը գիտե որ սիրում ես, բայց դու իրան չհարգես, ինքը դժբախտ մարդ է, դժբախտ է։ Դրա համար Աստված շատ լավ գիտի մեր բնույթը, ու դրա համար մեզ տարբեր պատվիրան է տվել, թեկուզ մենք մարդն ենք երկուսը։ 5-րդ գլխում երկրոցում մի հետաքրքիր պատմություն կա սիրահարված զույգերի մասին։ Հիշում եք, ես չեմ կարդալ ժամանակի առանց։ Ասում եմ իմ սիրեկանի ձայն, ես ասում եմ պարկած էի, բայց արթուն էի, եւ հանկարծ լսեցի իմ սիրեկանի ձայնը։ Եվ նա ասեց. Իմ քույրիկ, իմ գեղեցկուհի, իմ կատարյալ։ Դուրը բաց արա, դուսը ցույց ասեց ասում, անձրևա գալի, մազ ես թրջելա։ Ու պատկերացեք, այդ մարդը քնած չի, սիրահարվածը, որ ասում է իմ կյանքս եկավ, ես քնած չեմ, ձենը լսեցի, սիրտը սպասում է իրան, տեսեք ոնց է սիրահարված, խելագարի պես, մեկ է սենց անում, չեմ կարա, շորերս հանել եմ արդեն, բա կոշիկներս հանել եմ, օծմայուղը ցանել եմ, ոնց վեկանամ դուրը բացեմ, այ քեզ նա, տեսնում եք չի անհարգանք, ինքը ոնց է իրան սիրում, այդ տղեն ոնց է իրան սիրում, ու մեկ էլ լսում անարգան, ասում ես մերսում եմ, դուրը բաց արա, թաց եմ եղել, ասում է, արդեն անգողին եմ մտել, ալարս գալիս է դուրը բացեմ, հետո տենում է, որ այստեղ չի կարա, ձերքը տարավ դրանը, տեսավ ձերքը տարավ, չի կարա բացի, վազելով գնաց դուրը բացի, չկա տղեն, չկա, սյո,
այստեղ սկսվեց հետաքրքիր պատմություն։ Եվ ինքը խենթի պես դուրս ընկավ ու սկսեց լացեղնելու մանգնալ։ Ուր այն սիրած իրանը։ Եվ քաղաքի պահպանները տեսան, գիշերվա կեսին, ծեծեցին իրան, շորակից անեցին, անհարգեցին, իրան խփում էին, ինքը ցավ չէր զգում։ Իրան անհարգում էին, ինքը անհարգակ չէր զգում, ասում էր Երուսաղեմի դուստեր, խնդրում եմ ձեզ, երդվացնում եմ ձեզ, ասեք ուր է իմ սիրեկանը։ Ասում եմ ասեք։ Տեսնում եք, քուրեր ջան։ Անհարգանքը կորցրեց, հիմա այդ փոշմանեն եք։ Մարդը տենց է։ Ինչ ունի չի գնահատում, չէ՞։ Կորցնում է տաս մարդը ինչ լավ կնիկ ունե, ես ինձ հետ ով կարար գոլա գնալ, ես ոնց արեցի, փոշմանալ չկա։ Էլ չի սիրում քեզ, դաժե քո տան մեջ ապրում քեզ չի սիրում է։ Դու ամեն ինչ արի որ սերը մերդի այդ մարդու մեջ։ Հիմա ինչ ես անել, հիմա նստած տարապում ես։ Կամ քույրը, անհարգեց, հավատացյալ քուրի, անարգիր աշխարհի կամ մարդու, անարգեցիր, որ դարձել կամ համել թողեց գնաց, իմ ասում ես, բայց ինչ լավ աշխարհի գեր, բայց ինչ լավ մարդ էր այլ իմ երեխեքից ոնց էր սիրում, ոնց էր պահում, հա թե ինչ անել, ու լաց ես ելնում։ Կամ ինքը չի գնացել, քո կողքն է, քեզ էլ չի սիրում։ Ում է պետք է օջախը, որտեղ չկա սեր։ Այսօր գիտեք ինչքան դաժե հավատացյալներ, ընտանիքներ կան։ Ես հով եմ ես գնա։ Ու այդ ապրում են, պրոստա սովորել են яра։ Ասում ինչ անենք, ուր գնանք։ Հանուն երեխեքին։ Գիտես ես շատ ուժեղ կներվեի, եթե իմ սիրած աղջիկը, իմ կինս 13 տարեկանով ծանոթացել եմ, ինձ սիրել հանուն երեխեքին։ Կամ ինձ սիրել հանուն Հիսուսի։ Ես չեմ ուզել ձեր սեր։ Ես կմերժեմ ձեր սերը։ Ինձ պիտի սիրի հանուն ինձ։ Սուրբ շնորհիվ Քրիստոսի պատվիրանը պահելով, այո, բայց ոչ թե հանուն Հիսուսի։ Որտեղ գրած հանունի սիրեք ձեր ամուսինների կամ կանանց։ Հարազատներ ջան, սերը երբեք չի մտածում, թե ինչքան թանկ կնստի իր զոհը։ Ճիշտ է թե չէ։ Երբեք չի վախենում, դաժե վախկոտ մարդը, եթե հանկարծ երեխուն կամ իր սիրած յարին մի բան եղնի, այդ վախկոտ մարդը այնց առյուծ կդառնա, կմտնի կրակի մեջ քանի։ Այդ վախկոտ մարդը սերը այնց հատկություն ունի, որ քեզ քաջացնում է, քեզի հերոսը կարա դարձնի։ Վախը գնում է։ Գիտեք չէ, որ ոչ մի բան չի կարա հաղթի վախի բացի սիրուց։ Հայերը մի հատ տեղ կա չեն սիրում, մի պավետարում ինձ ասում է։ Հիսուս ասում է, որ ինչ օգուտ ունեք, եթե դուք սիրում եք մենակ նրանց, ովքեր ձեզ են սիրում։ Օգնում եք նրանց, ումից սպասումներ ունեք հետ կտա։ Շատ դուք լավություն եք անում, ես սպասումներ ունեք։ Ինչ օգուտ ունեք, ինչ վարձք ունեք։ Սիրեք նրանց, ովքեր ձեզ չեն սիրում։ Զարմանալի է, չէ՞։ Սիրեք ձեր թշնամիներին, այդպես պատվիրան, ոչ մի կրոնում, ոչ մի հավատքա չկա, մարդու խելքից վերև պատվիրանա։ Դա մարդը չի կարա հորինի, այդպես բանին քիրան կամենա։ Դա անհնար է, մենք չենք կարա մեր տնեցիքին սիրենք, չենք կարա մեր երեխեքին սիրենք, չենք կարա մեր ասուն նորմալ սիրենք, հետերը մնացել է դրանք թշնամուն սիրենք։ Թշնամուն պետք է սպանել, ճնշել, եթե մեր ձերեննի, պատրտել։ Դա նորմալ մարդկային բնավորությունն է, աչք գիտեն, աչք։ Արդարությունն է։ Ինքը մեր երեխուն սպանել, իր երեխուն սպանել։ Բայց չէ որ մեր Աստված ասում է, որ ողորմությունը գերազանցում է արդարությունը։ Ու սա մարդը չի կարող հասկանալ։ Սիրելիներ, թողտերը փառավորվի։ Ես մի բան գիտեմ, որ ես պետք է թողնեմ ամեն ինչ ու դու պետք է թողնես ամեն ինչ։ Ու մի հատ նայես, դու սիրել սովորես թե չէ։ Կապ չունի դու ծառայող ես, ինչ անգիր ես սովոր Աստվածաշունչը, ժամերով աղոթող ես, ինչ պարգևներ ունես։ Դու կարար սիրես, գոնե քո ասուն այնպես ոնց որ ինքն է քեզ սիրում։ Շատ դժվար է։ Սուրբ ոգով կարաս, եթե լցվես, ուրան հնազանդվես։ Եվ քո ընկերոջը, քո տնեցին, քո հարազատին, վերջը կարիքավորին, որ քո կարիքը ունի սիրում։ Էսի մեծ հարց է, ու կյանքի ու մահի հարց է։ Երեխեքը գիտեք ինչի, ես երեխա վաղտես երազել եմ մեծ adam, չէ՞, դուք եք երազ, չէ՞։ Երբ ինձ 15 տարեկան քան տակած մեզ պաստուտ խափում էին։ Հա։ Ու շուտ ուզում եմ մեծանալ, այս ժամանակն այնքան դժվար էր դնում, հիմա նեցականում չեմ հասնում, դաժե դա այն արդեն էլի դարա 45 տարեկան։ Ոնց միջև այն կոմնայցին տարին անցավ։ Գիտեք, երբ որ ես Աստվածաշունչ կարդաս, հիմա Աստված ասում է, մեծացար լավ արեց, դե հիմա ինչ երեխա չդառնաս եւ ինչ չես մտնի։ Ինչի երեխայի պես դեղնի։ Խելքով մենք պետք է եղենք տղամարդ, հասունացած, սերտով երեխա։ Երեխեք գիտեք, չէ՞, իսկական, կատարյալ, սեր երեխեքի մեջ է։ Իրանք ոչ մի պայման չունեն։ Ոչ մի պահանջ չունեն, իրանք պրոստա սիրում են։
Նեղացնում ես իրանք, իրանք էլի լացում են, նեղանում քեզ գալիս փաթում պատճում են։ Իրանք բան են ուզում, չես տալի, լացում նեղանում են, էլի գալիս քեզ պատճում են։ Ճիշտ է թե չէ։ Երեխեքի սերը էլի աստվածային բան կա, որ կարանք մենք ցես նայենք ու սովորենք։ Նայեք, շուտ բոլորը ծախ պատմում են Աստծո փառքի մասին, սա սովորեցնում է քեզի, թե Աստված քեզ կան շատ է սիրում ու սովորեցնում է, որ դու ոնց ես սիրես Աստծուն ու նրան նմանես։ Սիրելիներ, Աստված երբեք կանգորենցա չի մտնում մեղքի մեջ, ու նա չի պայքարում մեղքի հետ։ Նա ուզում է, որ մեզ չկործանի ու իր սեփական ձեռքերով մեզ չդատի, որովհետև մենք իր սիրո պտուղներն ենք, իրանից ծնված։ Ու ուզում է մենք իր ժառանգորդներն ենք, որպես մեր հայրը։ Եվ ինքի հարստությունը, որ ինք ունի, եւ երկրում ունի հարստություն պահած ձեզ նման, բոլորիս հիմա սուրպրիզներով։ Բայց մենք մեղքի պատճառով մենք այդ սերը կորցնում ենք ու շատ անգամ հեռանում ենք ու ասում ենք Աստվածից թողել է, Աստված կյանքում չի թողնի, նա սերը սահման չունի։ Այդ քո մեղքն է պատստեղ, դու չես զգում իր ներկայությունը, դու չես զգում իր սերը, որտեղ քո սիրտն է սարերը անում։ Սողոմոնը երկերկոցը գրել, այդ գրել է մի աղջիկա մասին, որ ինքը սիրում է։ Սա խորհուրդն է իրականության Աստծո եկեղեցու։ Ինչքան ա եղել, որ քո սիրտը թակել է Սուրբ Հոգին։ Ուզեցել է խրատի, խորհրդի, մտի քո սիրտը, դու ասել ես, այսօր զբաղված եմ հոգսերով։ Ասել արի մոտ, խոսք ունեմ քեզ ասելու, հույրեր ունեմ, չեմ կարող հավաքույթի։ Ինչքան ա եղել ասել է, ների, որ իմ ներկայությունը չկորցնես։ Ես չեմ կարող ներել, ինքը ընդեց է ցավացել, ես ուզում եմ նույն ձեր ցավը պատճառեմ։ Հետո նայել ես, չկա քո սիրը կանը, չկա, չես զգում ներկայությունը, աղոթում եմ ժամերով, ես ինչ եղավ այն մարդ, ես ուր գնաց իմ սիրեկանը, ու խենթի պես լացելու ես, իրան փնտրելու ես, փորձանքների մեջ ես ընկել, քեզ քալացի սատանա, ջարդեն քեզի։ Ու դու կիմանաս, կասես ամեն ինչ կանեմ մենակ այն հարաբերությունը, որ ես ունեի Աստծո հետ, մենակ թե վերադառնա։ Ու հավատա, այդ վաղ կհասկանաս, երբ որ չես զգա իր ներկայությունը, թեկուզ ինքը քո կողք կնա։ Ինքը երբեք չի հեռանում մարդու կողմից։ Երբեք։ Ինչ ուզում ես անել։ Դու ես հեռանում, այդ մեղքերն է հեռացնում։ Դրա համար սիրելիներ, վերջի օրերում գրված ով մարդիկ անօրության պատճառով սերը կորցնեն։ Եվ որ ուշադիր նայեք, հայտության թղթերում գրած է ես քո դեմ ունեմ։ Նա ոչ թե նրանով վատ ես ծառայում, չէ, լավ ես ծառայում։ Ոչ թե նրանով որ դու չես ատում սուտը կամ լավ չես անում քո պարտականություն, չէ, ասում եմ լավ ես անում, հավատարիմ ես, գնահատում եմ, բայց քո դեմ ունեմ։ Դու կորցրել ես առաջի սերը։ Այնո ես քո մեջ դրել եմ ոնց դու պետք է ունես կյանքը, սաղ կյանքը։ Ոնց դու շատացնել ես սերը քո մեջ, բայց դու կորցրեցիր դաժե քիչը, որ ես քեզ տվել եմ։ Եթե այս պատգամը քո սրտին կպա, եթե այդ պատգամը մտածում ես, որ քեզ ա վերաբերում, բերեք ոդի կանեք, աղոտ կանեք։ Եթե դու առաջի անգամ ես եկես սիրելի եղբայր քո ջան, Տերը օրհնի քեզ եկես, թող որտեղ հաստատից է։ Քեզ տեղ սիրենք, կգրկեն կօգնեն, որ դու քո Աստծո հետ հարաբերություն ստեղծես, որպես հոր ու որդի։ Եթե դու երկար ժամանակվա հավատացյալ ես, եւ այս խոսքի մեջ տեսակ ու բաստողումը, մի հուսահատվի, մի կոդրվի, երբեք ուշ չի սիրել։ Երբեք ուշ չի խոստովանվել։ Երբեք ուշ չի գնալ ներողություն խնդրել։ Գնալ հարաբերություն վերականգնել։ Պրոստը մի բան որ ուզում ես անես, մի հատ հարց տուք ես։ Արժի դրա խաթուր, ինչ որ մի բանի խաթուր, սերդ կորցնես։ Քո ճիշտը, քո պրինցիպը, քո նեղացությունը, կամ քո ճիշտը արժի ունդ քանդես դրա խաթուր։ Ում է պետք է ճիշտը, որ վերջում պետքա քանդի ամեն ինչը։ Ավելի է սխալ եղնել մարդկանց առաջ, բայց ճիշտ եղնել Աստծո առաջ։ Երբ որ խփում են աչքոմը ձախը դեմ դուր, հայերը չեն սին այդ խոսքը։ Այսօր հավատացյալին ու խփես, հավատա ինքը չի դեմ տա։ Շատ կարևոր է դու հասկանաս դրա իմաստը։ Դրա իմաստը նա է, որ եթե դու մեղավոր ես ու քեզ անհարգեցին, մի ասա մեղավոր եմ ու հետո երեսը թեքի։ Ասա մեղավոր եմ ավելին եմ անհարգել, դեմ դուր։ Թող մարդը տենա։ Այսօր քո քարոզը եւ աստվածաբանությունը շատ կարևոր բան է, բայց մարդուն պետք չի, եթե դու քո մեջ սեր չեղար։ Ինչքան մուսուլման դարձեն եք, մեր մոտ հայ ռուսական ծառայություն ա գնում արդեն։
Նա եղել ոչ թե նա, որ ես աստվածաբանությունով ապացուցել եմ, որ իրանք սխալ են ու մենք ճիշտ են, նա եղել, որ ես այդ սերը, որը սովորել եմ, իրան եմ տվել, որ ինքը այդ սերը չի կարող ուշտերի ստանալ։ Ու այդ սերը դարձի ա բերել։ Ադրբեջան, Դագեստանցի տղա եք ես գինը ադրբեջանցի մեր եկեղեցուց էին։ Մի ժամ տվեց իր ապաշխարին, չի, պրոստ ես ապացուցեցի, որ Կարանը չունի սեր, իր մեր աստվածություն սեր կա։ Ու Կարանը քեզ կստիպի քո խղճի հակառակ բաներ անել, ու դու կյանքում չես զոնի։ Ու Աստված քո խիղճը կավելացնի, ու նես բաներ կսովորեցնի, ու խիղճ ավելի հաճենա ուրախանա։ Այս է տարբերությունը, կարճ ու կոնկրետ։ Սերը երես առնում, վախը բռնանում է, ճիշտ է։ Բայց որտեղ կա սեր, շատ սխալներ կա։ Բայց որտեղ չկա, ամեն ինչ է սխալ։ Ու եթե դու ուզում ես, իրոք սիրես սովորես, դու սխալվելու ես, բայց սովորի, սխալը տուղելու։ Եթե դու ուզում ես քեզ սիրեն, այդ մարդը սխալվելու է, դու իմաց ինքը չի գիտեմ ոնց ամուսինն է, ինքը չի գիտեմ ոնց հավատացյալ եղնի, ինքը սովորելու է։ Հանդուրժի ների, ոնց որ Քրիստոսը ներեց քեզ։ Հայր Աստված, շնորհակալ եմ քեզ այսօրվա համար, որ լույսը բացվել է մեր վրա, եւ կանգնած ենք իմ աղբերների քույրի հետ քո տան մեջ, մեծարում ենք քո սուրբ անունը։ Եվ խոստովանում ենք, այո, Տեր Աստված, մենք չենք ճաշակի այնքան խորը քո սերը, ու չենք ձգտել քո սիրուն ամենի ռեսուրս, ամեն պաշար չենք դրել, որ սերը մեր մեջ շատանա։ Ու Տեր Աստված, բաց ենք թողել, այն շնորհքը, որ տվել ես, չենք շատացրել, Տեր ջան, ծույլ ու կեղծավոր ծառայի պես ենք եղել։ Տեր ջան, ների մեր մեղքերը, գիտակցաբար խնդրում ենք այսօրվանից օգնի, վերանայենք մեր հարաբերությունը քեզ հետ եւ մեկնեցիների հետ, որովհետեւ դու ավելի մեծ պատվիրան ես տվել, որ թշնամուն սիրենք Տեր Աստված։ Եթե մենք չենք կարի ասենք թշնամուն ոնց կսիրենք Տեր Աստված ջան։ Խնդրում ենք քեզ, այդ սիրո գաղտնիքը բաց արա մեր, քո խոսքի միջոցով, քո եկեղեցու միջոցով, քո ստեղծված ընտանիքի զույգերի միջոցով, թող հանցի մեր երեխեքին եւ անեցքը կդրի մեզանից։ Թող մեր գեներից բնած փոխվի եւ սերը փոխանցվի հորից որդուն, որդուց Թորին Տեր Աստված ջան, մինչև 1000 պորտ ոնց դու խոստացել ես, քո սիրո պատվիրաններին բախումներ օրհնես, թող բոլոր խոստումներդ կատարվես միջավայրում։ Այստեղ Տեր Աստված ջան, թող զուգավորվեն Տեր Աստվածը երիտասարդները, թող որբերը գտնեն իրաց հորդունը Տեր Աստված ջան, որտեղ սեր չկա մեծ տար, այնտեղ սեր տանեք Տեր Աստված ջան, որտեղ չկա հավատ տանեք Տեր ջան, որտեղ կա հուսահատություն, Տեր ջան, չարություն, խաղաղություն եւ հույս տանեք Տեր ջան։ Քո ավետարանը բաց արա, որ մենք ունենք Տեր Աստված, այդ ավետարանի խորհուրդն ու գաղտնիքը Տեր, օրհնված են այս միջավայրը, որտեղ հավաքում ենք քո անման համար, դու փառավորվես, Հայր, որդի, Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։